Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մեր հիմնական պահանջը դա է, որ բնակարանը լինի սոցիալական, մեզ պարտադրում են, որ առնվի սեփականություն որպես, մենք կոմպլեքս առաջարկ ենք արել, ով ցանկություն ունի առնելու, թող առնի, ասենք այդ քաղաքացիություն ընդունել, բան, որը իրակ ասում են կարմիր գիծ է, դրանից չենք հրաժարվում, մենք նաև պահանջում ենք, որ այդ պարտադիր քաղաքականություն ընդունելը մեջտեղից հանվի, այլ մեզ մեկ հրամանով, մեկ որոշումով կարան դա ճշտեն, մենք ունենք Հայաստանի Հանրապետության անձնագրեր, մեկ որոշումով պիտի մեզ ընդունեն որպես քաղաքացի, մեր անձնագրերով, որիվ պարտականություններով, մեր պարտականություններով, ոչ թե միայն պետության պարտականությունները, այլ մեր պարտականություններն բանակում ծառայել, ասենք, այդ ինչ բաներ կա ստեղ, մենք դա ենք ասում, բայց մեզ զրկել են քաղաքացիությունից, հիմա ասում նոր քաղաքացիություն ընդունի, որ քո երեխան գնա ծառայի, բան եմ արդեն ասում չեմ ուզում, ես եթե տենց եք նայում այդ հարցին, մենք քաղաքացիությունից չենք հրաժարվում, որ վերադարձի իրավունքը չկորցնենք, այդ էլ փորձում են համոզեն, որ տես չի, մեկա չի փոխում, ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքին, ու այդ կարծիքն էլի իրավունք ունի լինելու, ասենց ասեմ։ Ձեր համար առաջնահերթը այդ քաղաքացիություն անձնագիրը փոխելը, նորից նույն կապույտ անձնագրից Հայաստանի Հանրապետության նորից քաղաքացի դառնալը վախ է առաջացնում, որ վերադարձ իրավունքը կկորցնեք։ Ինչից է, ինչն է այդ վախը, էլի ոնց եք պատկերացնում։ Նայեք, յուրաքանչյուր մարդ իր ձևով, ինձ համար ընդհանրապես նշանակություն չունի, ես Արցախյան շարժման առաջնորդներից եմ, կազմակերպիչներից եմ 88 թվականի ու ես համարում եմ, որ 89 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշմամբ Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Արցախի ազգային խորհրդի համատեղ որոշմամբ ես արդեն Հայաստանի քաղաքացի եմ, այսինքն իմ Հայաստանի քաղաքացիության ստաժը 36 տարի է համարյա, հա։ Ու ինձ համար հեշտ նշանակություն չունի ազնագիր փոխեմ, չփոխեմ, նոր դիմում գրեմ, բան անեմ, ասեք գործի առումով, բանով, եթե պետք լինի ես կարամ այդ քայլներ գնամ, բայց ես ինձ համար անընդունելի է դա, որ պարտադրում են, ու շատերին է դա, որ պարտադրում են, այս է խնդիրը, էտա որ մարդու ոնց ասենք արժանապատվության կպնում են էլի այս բանով, մենակ այդ չի, ասեք, իշխանությունների, տարբեր օղակների, տարբեր աստիճանների, որ արցախցիների հասցեին վիրավորական արտահայտություններ են անում, ամենաբարձր մակարդակով Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ինչ արժի ամեն ինչ, որ կռվեի, հա, պիտի կռվեին, զոհվեին, մի արձագուշարձանը մեզ համար դնային, ու երևի սաղ կհանգստանային, կամ ժամանակին ասում էին Արցախը տանք, հանգիստ ապրիկ, Հայաստանը փրկեք, տվել եք հիմա Սյունիքը պիտի տակելի, այնքան որ մինչև Երևանի կենտրոնը հասնեն, չի կարելի տենց, որտեվ իշխանության գտնվող մարդիկ առնվազն պիտի հասկանան Ադրբեջանը դա ինչ է, ադրբեջանցի ու թուրք ազգը դա ինչ է, որպես ազգ, դա ձևավորվել է հակահայության ատելության վրա, դեղ ասեք բան չկա էլի, տենց ասեք էթնոս որ չի եղել, այդ դրա վրա է, հիմա դու փոքրը տալիս ես ինքը ավելի մեծն է ուզում, հենց ամենամեծ սխալը դա է, որ առաջի օրվանից դրվել է բանակցությունների մեջ նաև զիջել է մեր իրավունքները, 5 շրջանը տանք հարցեր ուզվել է, 5 շրջանը պայմանավորում ես, համաձայնում ես, ինքը ուրիշ է դնում, դա տեսնում եք խաղաղության պայմանագիրի իբրև ինչ են, անընդհատ նոր պայմաններ են դնում, դրա համար այս ոնց ասենք ռուսերեն կա բառ սարկազմ, ես հայերեն չգիտեմ, սարկազմը որ ասում էին ոչ մի թիզական, հիմա կյանքը ցույց է տվել, որ ոչ մի թիզականները ճիշտ էին, լավ էին իմանում, թուրքը ինչ է, ու մի քառակուսի մետր տալուց հետո Հայաստանի վիճակը ոնց է լինելու։ Այս է խնդիրները, որ գոնե ազգը պիտի սկսե հասկանալը,
Այս պետական գաղափարախոսությունը պիտի փոխվի, պետական ռազմավարությունը պիտի փոխվի, որ մենք հասնենք մեր նպատակներին, ասենք նաև Հայաստանի հետ միասին, մենք չենք դիտարկում մեզ Հայաստանից դուրս։ Հիմա դուք շեշտադրում արեցիք, որ չեք ուզում Հայաստանի ներքաղաքականին խառնվեք, իսկ երբ որ Փաշինյանը, ասենք, ասում է Արցախի հարցը փակված է, Արցախ բառն էլ արդեն չի օգտագործում, Ղարաբաղը ասում հիմնականում, լավ, դրա դեմ ով պիտի պայքարի, ովքեր պիտի պայքարեն, հասկանում եմ, որ նաև արցախցիներին առանձնացնում են, թիրախավորում են նաև Հայաստանի ներքաղաքականի մասով, բայց ինչ պիտի անենք, լավ, այդ մարդը չի համոզվում, որ Արցախյան հարցը չի կարա ինքը փակի։ Եթե փակեց էլ գնում է, հասնում են Հայաստան, օրինակ իմ պատկերացմամբ, ձեր պատկերացմամբ, չգիտեմ ինչ ա լինելու։ Արցախյան հարցը ինքը չի կարող փոխի, նախ եւ առաջ Իրան ոչ մեկը չի լիազորել այդ հարցը փակելու։ Երկրորդ, Մինսկի խումբը ստեղծվել է կոնսենսուսով, ու եթե փորձեն ընդհանուր ինչ-որ դիմեն, որ փակեն բան, իրանք այդ լիազորությունները չունեն, որտեղ նույն կոնսենսուսով պիտի փակվի։ Երրորդը, Մինսկի խումբը ստեղծել է Արցախի կարգավիճակը որոշելու համար։ Միակ դրա համար է ստեղծել Արցախի կարգավիճակը, որովհետև դա համարվել է, դա ընդունվել է, որ վիճելի տարածք է, ու Մինսկի խումբը ստեղծվել է, որ կարգավիճակը որոշվի։ Ու պատահական չի հենց Մինսկի խումբը ստեղծվել է, Ադրբեջանը Արցախի ուղղությամբ իր հարձակումները բանը միանգամից ուժեղացրել, չի թողել, որ պատերազմը վերջանա, որ այդ հարցը քննարկվի, անդադ պատերազմական բանը պահում էր ու բերել հասցրել այս վիճակի մեր ղեկավարները ցավոք, ես ցավոք եմ ասում սա, որովհետև բանա չէին հասկանում այդ պարզ բաները ու հասկացողներին էլ չէին ուսում, ամեն մեկը իրան համարում էր գիտակ ամեն ինչից ու դրա համար հասել ենք այս վիճակին։ Հիմա մեր միակ տարբերակը նա է, որ մենք մեր իրավունքները պահենք։ Մեր իրավունքներից խոսենք միջազգային հարթակներում, նաև մեր պահանջների մեջ, որ ներկայացրել է կառավարության, դա այդ կետերը նշած է մեջը, որ պիտի այս մեր իրավունքները պահվի, վերադարձի իրավունք, անվտանգ, կոլեկտիվ ասենք, սենց միասնական վերադարձ, ոչ թե մի քանի ընտանիք տանեն, ասեն իրաց համար, չէ, պայմանները ստեղծում են միջազգային երաշխիքների ներքո, նաև հովանավորության երևի, միգուցե իրաց զորքերով ու մեր վերադառնանք մեր տները ու մեզ ոչ այս 40-10-ն է պետք լինելու, ոչ տեղի բնակարաններն է պետք լինելու, դա էլ որպես սոցիալական բնակարան, որ տրամադրեն արցախցիներին, վերադառնալուց հետո այդ բնակարանները կարան ծրագրեր մշակեն նորապսակների, ասենք, չունևորների